Ողջույն հարգելի ցուլեր, սա ձեր հորոսկոպն է փետրվար ամսվա համար։ Փետրվարին բավականին ակտիվ կլինի ձեզ մոտ 11-րդ տունը, դա սոցհարթակն է, դա ընկերներն է, ընկերների հետ շփումը, վերջնական վարչության արդյունքները, երրորդ ամուսնությունը, այնպես որ բավականին ակտիվ է դա ձեզ մոտ այս ամբողջ փետրվար ամսվա մեջ։ Եվ սկսենք սկզբից, հենց անմիջապես փետրվարի 1-ին տեղի ունենալու լիալուսին ձեր 4-րդ տանը։ Դա տունն է, տան մասին, ոչ մի բան կիմանաք ընտանիքի անդամների մասին, որից է ինչ-որ հարցեր պարզ կդառնա։ Եթե ինչ-որ հարցեր հա տան հետ կապված կամ ուզում եք տուն գնել, տուն վաճառել, ուզում եք տեղափոխվեք, դեռ մտածմունքների մեջ եք, հիմա արդեն ձեզ համար պարզ կլինի, գնում եք թե ոչ։ Առանձին կխոսենք մենք անպայման լիալուսնի վերաբերյալ։ Եվ փետրվարի 4-ին Ուրանն է լինելու ուղղահայաց ձեր իսկ նշանում, վերջապես բայց այս տարի նաևՈւրանը կլքի ձեզ, հանգիստ կթողնի ձեզ, որովհետև ձեր նշանում նա չի կարողանում դիմակայել եւ ձեզ էլ է իր հետ այդպես տրաքացնում, որովհետև իր փոփոխությունները դուք ամիջապես զգում եք, որովհետև նա ձեզ կարելի ասել ճնշում է, որովհետև չի դիմանում ձեր նշանում։ Եվ հիմա այս փոփոխության շեմին իր ուղղահայաց լինելով եւս էլի ձեզ մոտ որոշ փոփոխություններ կմտցնի կամ դուք ինքներդ կարող եք անսպասելի որոշել, ահա հիմա էլ ուզում եմ այսպես հագնվել, հիմա ուզում եմ մազերս բորդո ներկել, հիմա ուզում եմ կանաչ ներկել, ինչ որ մի բան կփոխվի ձեր ներսում, ձեր մեջ այս ուղղահայաց լինելուց հետո արդեն նա ձեզ հանգիստ կթողի եւ վերջ։ Միայն պետք է ուշադիր լինեք այս ժամանակահատվածում էլեկտրականությունից, որովհետևՈւրանը հենց դա է եւ հենց անձամբ ձեզ է վերաբերվում, յուրաքանչյուր տեխնիկա օգտագործելուց պետք է ուղղակի ուշադիր լինեք։ Եվ փետրվարի 6-ին Մերկուրին է փոխում իր նշանը եւ անցնում է 11-րդ տուն ձեր։ Դա հենց նշանակում է ընկերներ, գործընկերներ, յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա եւ բավականին շատ շփում կունենաք իրենց հետ, ձեր ընկերների հետ, տվյալ նշածս մարդկանց հետ, ձեր գործընկերների հետ, հարաբերությունները ավելի կընդլայնեք, գուցե նաեւ սոցցանցեր եք բացում եւ սոցցանցերով եք շատ շփվում, եթե իհարկե ունեք էլի կարող եք բավականին շատ շփվել, միգուցե նոր եք բացում, որովհետեւ 11-րդ տունը ձեզ մոտ ակտիվ է եւ կարող է ինչեւ էս ակտիվ չէիք, չունեիք, հիմա արդեն գուցե վաճառքով եք զբաղվում, որտեղ Մերկուրին նաև արքու վաճառքն է։ Ձեր ծրագրերը կցանկանաք քննարկել մարդկանց հետ, խոսել, միգուցե կարծիքներ են ձեզ հարկավոր, դիմեք մարդկանց։ Կարող եք ձեռք բերել նոր ընկերներ, միգուցե ավելի երիտասարդ ընկերներ, քան ձեր տարիքն է։ Կարող եք ավելի շատ նամակագրական կապեր հաստատել դիմացինի հետ, նոր տեղեկատվություն կարող եք ստանալ, նաև անսովոր տեղեկատվություն, դες կարող է հետաքրքրել օկուլտիզմը, նման գիտելիքները, ավելի շատ հա, ոնց որ կտրուկ կաճի այդ ձեր ցանկությունը։ Որևիցե սոցիալական խմբերի հետ կապված, միավորումների հետ կապված այդ հետաքրքրությունը բավականին կշատանա։ Օրինակ կցանկանաք ինչ-որ խմբեր մտնել, այս խումբ մտնել, այն խումբ եւ այնտեղ քննարկել որևիցե հարցեր կամ հետաքրքիր կլինի իրան կարող են քննարկել դուք կողքից նայեք չնայած Մերկուրիով դժվար դուք ուղղակի կողքից նայեք դուք եւս կսկսեք քննարկել։ Ոմանք կարող են այս ընթացքում դասախոսություններ կարդալ, միգուցե կամ գնում եք ոչ մի տեղ այնտեղ գիտաժողով է, մասնակցում եք, միգուցե հենց դասախոսությունների եք մասնակցում, այդպես հարց եւ պատասխան եք տալիս իրենց, ստանում եք ձեր հարցերի պատասխանները։ Սա շատ լավ ժամանակահատված է գյուտարարների համար եւ յուրաքանչյուր նոր բան սկսելու համար։ Եվ նաև կարող է այստեղ որևիցե արդյունքներ ստանաք, ինչ որ մի փաստաթղթի միջոցով կարող է ստանաք այն։ Եվ մի քանի օր հետո ընդամենը փետրվարի 10-ին Վեներան է կրկին մտնում ձեր 11-րդ տուն։ Շատ հավանական է, որ ձեր ընկերներից մեկը սիրահարվել է ձեզ եւ այդ ժամանակահատվածում ձեզ ասում է իր սիրո մասին, իր զգացմունքների մասին։ Ընկերների հետ բավականին սիրով կլինեք, ավելի եռանդով կշփվեք, թե միգուցե նոր ընկերներ եք ձեռք բերում օրինակ ամսի 6-ին եւ ամսի 10-ին արդեն ավելի լավ եք իրար հետ, ավելի ազատ եք շփվում իրար հետ։
ջերմ եւ վստահելի հարաբերություններ կստեղծեք ձեր ընկերների հետ։ Հնարավոր է նաեւ համագործակցություն, նաեւ կարող է լինել ռոմանտիկ հարաբերություններ։ Միգուցե դուք իմանաք օրինակ, որ ձեր ընկերներից մարդիկ մեկը մյուսի հետ են շփվում, դե իհարկե արդեն նշեցի, որ ձեր հետ կապված էլ կարող եք իմանալ։ Նաեւ ոմանց մոտ կարող է սեր առաջանալ, սիրահարվեք այն մարդկանց, ովքեր որ ձեզ օգնում են, բարերար են կամ հովանավոր են, ֆինանսավորում են օրինակ ձեր նախագիծը, խթանում են ձեր գյուտը, այնպես որ կարող եք նման մարդկանց հետ սիրավեպ ունենալ կամ սիրահարվել։ Եվ այդ փոխադարձ զգացմունքները կարող են առաջանալ որևէ նախագծի շուրջ աշխատելու ժամանակ, որևիցե այդ համայնքային կազմակերպության շրջանակներում միմյանց հետ կարող եք համագործակցել եւ այդպես դա ավելի շատ շփում բնականաբար եւ դրանից հետո էլ արդեն սիրահարվածություն։ Դուք կդառնաք ձեր ընկերների կյանքը հոգին, հա, ոնց որ մեջտեղում կանգնած կլինեք եւ բոլորը կհմայվեն ձեզանով, բոլորը ավելի շատ կսիրեն ձեզ, բոլորը ավելի շատ կշփվեն ձեզ հետ։ Իրար հետ համատեղ բավականին լավ ժամանակ կանցկացնեք, զվարճանքներ կարող եք մասնակցել հավաքույթների, ընկերներով շատ հավաքվեք եւ հնարավոր է որևիցե եկամուտ ունենաք ընկերների միջոցով։ Իրար հետ ոչ գործ սկսեք, այդպես գումար վաստակեք եւ նաեւ գումար կարող եք վաստակել սոցցանցերի միջոցով։ Փետրվարի 14-ին Սատուրնն է մտնում Խոյ նշան, ձեր 12-րդ տուն եւ այնտեղ կմնա 30 տարի, եթե ոչ ավել, կախված է ընդհանրապես ձեր քարտեզից, թե որքան է այդ տունը մեծ կամ փոքր։ Ձեր հենց կոնկրետ հենց այդ տան մեջ շատ կարեւոր է, դուք պետք է նայեք ձեր քարտեզը։ Ամենայն դեպս 12-րդ տնումը մենք անպայման կխոսենք այդ մասին առանձին, որովհետև դա շատ կարևոր թեմա է եւ պետք է անպայման առանձին խոսել։ Եվ մենք ունենք շատ թեմաներ, շատ տեսանյութեր, որոնք որ մենք առանձին կխոսենք, որովհետև այստեղ փետրվարի 17-ին տեղի ունենալու խավարում ձեր 10-րդ տանը, ձեր կարիերայի տանը որոշ փոփոխություններ տեղի կունենան եւ սա արևի խավարում է, լուսնի խավարում չէ եւ արևի խավարումով դա նոր բանի սկիզբ է։ Նոր կարիերա, նոր աշխատանք, նոր պաշտոն, նոր կարգավիճակ, ձեզ մոտ փոփոխությունը ավելի լավն է, ձեզ մոտ նոր փոփոխություններ են տեղի ունենալու։ Մենք եւս այդ մասին անպայման առանձին կխոսենք, որովհետեւ դա եւս շատ կարեւոր թեմա է։ Մենք ունենք եւս մեկ միացում, որի մասին ես ելի կխոսեմ եւ ելի առանձին տեսանյութ կլինի։ Փետրվարի 18-ին արևն է անցնում Ձկներ նշան, ինչպես տեսնում ենք, այս տարի արևը անցնում է ավելի շուտ, որովհետև միշտ մասնագետներով միշտ խոսում են, որ լինում է ամսի 20-ից 20-ը պարտադիր եւ տեսնում ենք, որ այս ամիս ամսի 18-ին է լինում եւ տեղափոխվում է ձեր կրկին 11-րդ տուն, հəլի ակտիվ է 11-րդ տունը։ Դա ձեզ մոտ կառաջացնի նոր գաղափարներ, ապագայի նկատմամբ կարող եք ծրագրեր սկսել կազմել ապագայի հետ կապված։ Շատ լավ ժամանակահատված է նաև հովանավորներ գտնելու համար։ Նաև այդ ժամանակահատվածում, եթե որևիցե մեկն է հարկավոր ավելի բարձրաստիճան մարդկանց մեջ, որպեսզի դուք խոսեք իր հետ, քննարկեք ինչ-որ մի բան կամ թեկուզ ինքը ձեզ օգնի ինչ-որևիցե հարցում, ապա շատ լավ ժամանակ է, կարող եք հիմա դիմել։ Նաև ընկերները ձեզ կարող են օգնել, նոր ընկերներ կարող եք ձեռք բերել, ընկերների շրջանակը մեծացնեք, նաև կարող եք, եթե սոցցանցերով եք աշխատում, ապա ձեր սոցցանցերը ավելի կլուսավորվի, որտեղ արևը լուսավորում է այն որտեղ որ նա գտնվում է, նաև ձեր գործունեությունը կլուսավորի, նաև ձեզ, եթե դուք ինքներդ, ձեր անձնական էջն ունեք եւ ավելի աշխույժ կլինեք եւ մարդիկ ձեզ ավելի շատ կնկատեն։ Նաև հնարավոր է որևէ մեկի հետ նախաձեռնեք համատեղ ձեռնարկություն, որտեղ որ դուք ինքներդ կցանկանաք ղեկավար պաշտոն ստանձնել, որովհետև կցանկանաք առաջ մղել ձեր իսկ գաղափարները։ Շատ ժամանակ մարդիկ այս ժամանակահատվածում ավելի ոնց որ մտնում են պետական աշխատանքի մեջ, համայնքային աշխատանքի մեջ, խորասուզվում են եւ նաեւ զբաղվում են գիտական հետազոտություններով։
Նաև ոմանք կարող են մտնել քաղաքականության մեջ։ Հենց այս ժամանակահատվածում է շատ ժամանակ, երբ որ մարդը դառնում է համայնքի ղեկավար, համայնքի անդամ եւ ստեղծում է ոչ թե հասարակական միավորում, միություն, կուսակցություն, որովհետեւ շատ մարդիկ են 11-րդ տունը եւ այդ մարդկանց հավաքում է մի խումբ եւ ստեղծում է իր միությունը, միավորումը, կուսակցությունը։ Եվ փետրվարի 20-ին Սատուրնը միանում Նեպտունին ձեր 12-րդ տանը, սա շատ կարևոր իրադարձություն է, սա երկու հզոր մոլորակներ միանում են իրար, Նեպտունը սիրում է քայքայել հավասարացնել 0-ին, իսկ Սատուրնը սիրում է կառուցել եւ հստակ կառուցել, ոնց որ հիմք գցել, եւ դա կարող է տեղի ունենալ ոչ օտար երկրում եւ մեկ այլ հարցերում, այդ մասին անպայման առանձին տեսանյութ կլինի, որովհետև սա հզոր միություն է, սա պետք չի անտեսել, սա անպայման պետք է խոսել այս մասին առանձին, ոչ թե այսպես թռուցիկ, ուղղակի մի քանի րոպեի ընթացքում, ոչ թե հորոսկոպի ժամանակ խոսեմ։ Եվ փետրվարի 26-ին Մերկուրին է հետադարձնելու կրկին ձեր 11-րդ տանը, դե բավականին շատ տեսանյութեր ունենք փետրվարին, որ առանձին խոսելու եմ այդ մասին, իսկ Մերկուրին 11-րդ տանը դա որոշ արդյունքներ կարող եք սպասել կամ ընկերներից ոմանք կարող են գնալ ոչ թե միտեղ որոշ ժամանակ չտեսնեք իրար։ Օրինակ, եթե կուսակցություն եք բացել, ապա կուսակցությունը դեռ չի հավաքվում իրար գլուխ, դեռ ամեն մեկը ինչ որ միտեղ է։ Սոցիալական ցանցերում եթե աշխատում եք, ապա կարող եք վերսկսել ոչ թե մի գործողություն, վերանայել ձեր գործողությունները, վերանայել թե ինչ եք վաճառում օրինակ, թե ովքեր են ձեր ընկերները, միգուցե շատերին հեռացնեք ձեր ընկերների ցուցակից։ Իսկ ավելի մանրամասն բնականաբար ես կխոսամ առանձին տեսանյութում։ Եվ փետրվարի 28-ին Մերկուրին է միանում Վեներային ձեր 11-րդ տանը։ Այս միացումով դուք կարող եք ձեր ընկերների հետ շատ միասին շատ այդպես բարեհամբույր լինել, նաև հենց այս ժամանակահատվածում եւս կարող են ոմանց սիրո խոստովանություն անել, որովհետեւ այստեղ խոսակցություններ կարող են լինել սիրո վերաբերյալ։ Նաև ավելի շատ կլինի ազդեցությունը ձեզ վրա ընկերների, գործընկերների, հովանավորների, ձեր տնօրենի հետ կապված, միգուցե տնօրենը ձեզ հետ շատ լավ խոսի, բարձրաստիճան պաշտոնյաներին, եթե ցանկանում եք տեսնել հիմա, շատ լավ ժամանակ է։ Նաև հաճախորդների հետ կարող եք շատ սիրալիր խոսել, որոնցից էլ որ գումար եք վաստակում, իրենք այդպես խոսակցությունից, բարեհամբույր վերաբերմունքից դուք կկարողանաք բավականին շատ հաճախորդներ ունենալ։ Նաև հենց շատ լավ ժամանակ է, որպեսզի դուք ասեք ձեր սիրո մասին, ձեր զգացմունքների մասին։ Շատ լավ ժամանակ է նաև նշանադրության համար, հարսանիքների, տոնակատարության, ընտանեկան երեկոների, ընկերների հետ հավաքույթների համար, զբոսանքների, էքսկուրսիաների համար, ովքեր լեռնագնաց են, ապա այս ժամանակահատվածում եւս լավ է, դե բայց լեռնագնացության համար լավ կլինի, որ անձամբ ձեր քարտեզը նայեք եւս։ Ցանկություն կունենաք այցելել ցուցահանդեսներ, թատրոններ, կինոթատրոններ, ոչ թե մշակութային տեղեր, սոցիալական միջոցառումների կցանկանաք մասնակցել, ավելի շատ մարդկանց մեջ կցանկանաք գտնվել եւ դուք ձեզ լավ կզգաք, շատ կշփվեք, սեր կտաք, սեր կստանաք, բոլորից այդպես լավ վերաբերմունք կստանաք ձեր նկատմամբ։ Եվ կարևորը ձեր զույգի հետ բավականին շատ կշփվեք եւ մի կողմից սիրային թեմայով, մի կողմից ավելի ընկերական։ Այսքանը սիրելիներս, ձեզ մաղթում եմ ամենահաջողություններով լի ամիսը թող լինի, ամբողջ փետրվար ամսին միմիայն հաջողություններ ունենաք։ Այսքանը լավ եղեք։